Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ համակարգերը աներկբա և միանշանակ միանալու են իրար, հայտարարել է Փաշինյանը ազգային ժողովում 3. Բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, որն է սրա տնտեսական մասը, որն է քաղաքական ազդեցությունները և ինչ մեծ ընդհանուր գործողության մասը այս ամենը։ Եվ այսպես 2025 թվականի օգոստոսին Հայաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրեց հուշագրեր։ Հուշագրերը ներառում են էներգետիկ ոլորտը, ներառում են նաև ատոմային էներգետիկան, հուշագրերը ներառում են նաև կիսահաղորդիչ կոչվածները, semiconductor են անգլերեն ասում, չիպերը, որ օրինակ Թայվանն է շատ հայտնի դրանով, դրանք ներառում են AI-ը, այսինքն Artificial Intelligence ասվածը, արհեստական բանականություն, Հայաստանում նման կենտրոններ ստեղծելը, թվում է, թե այս հուշագրերը շատ լավն են և հայ ժողովուրդը պետք է ոգևորվեր դրանից, ասեր, այս ինչ լավ է, կան, չէ, քաղաքական ուժեր կան, ովք են անում, ասում են, շատ լավ է, ԱՄՆ-ը մեծ տնտեսությունը կզարգացնի։ Եկեք ես ձեզ պատմեմ այն ամենը, ինչ ձեզ ոչ ոք չի ասում և դրանք ինչեր են ներառում և ինչ ռիսկեր։ Նախ էներգետիկ մասով։ Հայաստանը գիտենք, որ էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Նույնիսկ մեր ատոմակայանը մենք ինքնուրույն չենք կառավարում և Ռոսատոմ ռուսական պետական ընկերությունն է դա կառավարում։ Եվ Հայաստանը այս հուշագիրը երբ ստորագրել է ԱՄՆ-ի հետ, այնտեղ նախատեսված է, որ լինելու են small modular reactors, այսինքն ԱՄՆ-ը մեր հետ գործակցությունը այդ մասով տեսնում է small modular reactors։ Դրանց հզորությունը, արտադրողականությունը մինչև 300 մեգավատ է։ Համեմատության համար ասեմ, որ Հայաստանում ներկայում գործող ատոմակայանը, որը ունի 2 բլոկ, դրանցից յուրաքանչյուրը ամեն բլոկի 407.5 մեգավատ հզորություն ունեն։ Այսինքն ընդհանուր առմամբ 815 մեգավատ հզորություն ունի մեր ատոմակայանը, որը արդեն շատ հին է և կիսով չափ է գործում։ Եվ ինչ-որ պահի նախատեսվում է նորը ունենալ։ Հիմա, եթե այս ծրագիրը ամերիկացիների հետ լինում է, ապա այդ ատոմակայանը կփակեն և մեզ կդնեն ինչ-որ փոքր ատոմականների հույսին, որոնց իդեպ արտադրողականությունը ավելի ցածր և ավելի թանկ է էներգիան լինում։ Այս պահին, սկսած 2018 թվականից, Թուրքիայում կառուցում է շատ մեծ 1200 մեգավատ հզորությամբ կայան, որի կառավարումը ամբողջությամբ տարիներ շարունակ իրականացնելու է հենց Ռոսատոմը։ Ծրագիրը, որը կոչվում է BOO, մասնագետները գիտեն ինչ է, Build Own Operate։ Այսինքն ռուսները իրենց փողով կառուցելու են, կառավարելու են, այդ ամենը և թուրքերը կարողանալու են, եթե ընթացքում ուզենան ձեռք բերել ինչ-որ մասնաբաժին, ունենալ դրա 49-ից ոչ ավել տոկոս։ Բա թուրքերը, որ ամերիկացիների հետ գործընկեր են, ռազմավարական ՆԱՏՕ անդամ դաշնակից, բա ինչ են ռուսներից օգտվում։ Պարզ չի պատասխանը։ Աշխարհում ամենալավ որակով արդյունավետ ատոմականներ կառուցողը ռուսներն են։ Սա բացարձակ ճշմարտություն է, ինքնուրույն տարբեր աղբյուրներով նաև կտեսնեք։ Ադրբեջանը ինչի են ուզում կապեն հայկական ցանցին, երկու հիմնական պատճառ ունի։ Պատճառներից մեկը տնտեսականն եմ ասում, Թուրքիային էներգիա մատակարարել, Ադրբեջանով նաև Հայաստանից։ Երկրորդ պատճառը այն կենտրոնները, որոնք Հայաստանում ԱՄՆ-ն ուզում է ստեղծել, արհեստական բանականության և այդ չիպերի արտադրության, դրանք մեծ էներգատար ռեսուրսներ են պարունակում։ Քաղաքական մասը սրա նա է, որ Հայաստանին ուզում են Իրանի և ռուսականի էներգետիկ աղբյուրներից ընդհանրապես կտրեն, որ Իրանում շատ էժան էներգետիկ աղբյուրներ կա, մենք գիտենք, և մեզ պատրաստվում են դրանից կտրել և դրա համար նաև հիմիկվանից արդեն փորձում են Ադրբեջանից բենզին բերել, էժան բան ցույց տալով, որ թե լավ է, այնինչ մենք կարող ենք Պարսկաստանից շատ ավելի էժան վառելիք բերել։ Հիմա ասեմ արհեստական բանականության այդ թվային գործարանների կենտրոնների և չիպերի արտադրության խնդիրները որոնք են։ Այո, դրանք որոշակի տնտեսական ակտիվություն կարող են բերել Հայաստանին, որոշակի աշխատուժ կարող է որոշակի գիտելիքներ ստանալ, բայց դրանք այնպիսի գործունեություն են, որ ինչ-որ պահ, երբ որ դա Հայաստանից դուրս գա, այդ մարդիկ հետը գնալու են։ Ռուսաստանը ձեզ օրինակ, երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը, բոլոր այդ IT և բարձր տեխնոլոգիայի մասնագետները, որ աշխատում են եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, կամ տեղակայվեցին Հայաստան կամ Վրաստան, կամ ընդհանրապես գնացին այլ երկրներ։ Միլիոնից ավել մարդ, շատ կարևոր ռեսուրս։ Հիմա այսինքն այդ օգուտը, որ ասում են Հայաստանին կտան, դա շատ հեղեղուկ է ժամանակավոր, և քանի որ դրա գլխավոր նաև
կառավարման կենտրոնները մնալու են ամերիկյան, այսինքն այդ գիտելիք ու կարողությունը մեզ չեն էլ տալու։ Մյուս մասը սրա, ինչու է Հայաստան ընտրել ԱՄՆ, հարց կտակ, Թայվանը կա եւ այլն, այո, ԱՄՆ փնտրում է երկրներ, որպեսզի դիվերսիֆիկացնի Թայվանի հույսին չմնա, հատկապես երբ Չինաստանը ուզում է վերցնել Թայվանը։ Այստեղ խնդիրը տեսեք ինչն է։ Բոլոր այն տեղերում, այն քաղաքներում, այն երկրներում, որտեղ կան artificial intelligence այդ գործարանները, մարդիկ բարբերաբար փողոցներն դուրս գալիս եւ բողոքի ցույց են անում։ Գիտեք ինչու։ Այդ կենտրոնները ահա որ մեծ ծավալի ջուր են սպառում։ Ջուր, որը անդառնալի է գնում, այսինքն դա այն ջուրը չի, որ օրինակ Արարատում ջրի ֆերման օգտագործեց, էլի հետ գնաց միջավայր լցվեց, թեկուս կեղտոտ, բայց կգնա տարբեր շերտերով կանցնի, ինչ-որ պայն էլի մաքրված մենք կկարողանանք կորզել այդ ջուրը։ Ոչ, այդ ջուրը, այդ գործարանները մեծ, եւ այդ չիպերի գործարանն է շատ մեծ ծավալի ջուր օգտագործում լվացման գործընթացքը այդ արտադրության պրոցեսներում։ Եվ այդ artificial intelligence կենտրոնները, այդ data կենտրոնները, որոնք այդ կառավարման կենտրոնները որ մշակում են տեղեկատվությունը, մեծ էներգիա են գեներացնում, շատ տաքանում են, ջերմանում են եւ դրանք սառեցվում են ջրի գոլորշիացման միջոցով, այսինքն ջուրը անդառնալի, երկինք է բարձրանում եւ այդ տարածք չի վերադառնալու։ Հայաստանը գիտենք, որ նաեւ այդ նույն արևմտյան աղբյուրների գնահատականներով անապատասխան գոտում է գտնվում։ Այսինքն չնայած մենք քաղցրամ ջրի մեծ պաշարներ ունենք, բայց քանի որ այնքան անբաշար ենք, չենք կարողացել նորմալ կառավարել, տվել ենք ֆրանսիացիներին, հիմա ինչ ասես անում են, մենք ձախողել ենք երկրում ստեղծելու ցանց, որ հավասարապես ջուրը կբաշխեր եւ նաեւ կզարգացնենք գյուղատնտեսություն։ Ինչ է ստացվում, որ այդ ջրի պաշարները անդառնալի սկսելու են պակասել երկրից, անդառնալի նշանակում է տասնյակ տարիներ դրանց չեն վերադառնալու։ Մենք գյուղատնտեսության անկում է լինելու։ Գյուղատնտեսության անկումը տեղից հիմա շարունակաբար, եթե նայեք հնա-կշռում վերջի 10 տարվա մեջ առնվազն գյուղատնտեսության բաժինը շարունակաբար փոքրանում է։ Ավելի է փոքրանում։ Սա իր հետևից բերելու է իր հետևից անապատասխան մեծացման, որը իր հետևից բերելու է հիվանդությունների շատացման, Հայաստանի գյուղատնտեսության անկման, ներկրվող կամ տեղի քիմիաներով արտադրվող ջերմոցներից գյուղատնտեսական մթերքի մեծացման, ինչը էլի կրկին իր հետևից բերելու է տարբեր հիվանդությունների եւ այս ամենը հայր ջան իր հետևից բերելու են անդառնալի հետևանքներ, կրկնում եմ, մեր շրջակա միջավայրին առանց էլ վատ վիճակում են, մեր առողջությանը, մեր սերունդներին։ Եվ սա է իրական հետաքրքրությունը ամենի այս տարածաշրջանում տեղակայելու, մեր երկրում մասնավորապես տեղակայելու նման գործարաններ։ ԱՄՆ-ում, եթե դուք տեսնեք, Տեխասում հիմա կա Google-ը ունի այդպիսի թվային մեծ կենտրոն, այնտեղ պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Առանց չափազանցության ԱՄՆ-ում միայն այս ուղղությամբ տասնյակ միլիարդ լիտր ջուր է անդառնալի կորում։ Հələ ԱՄՆ օվկիանոսներ ունի, ինչ-որ ձևով կարող է ինչ-որ բայ գործարաններ սարքել, զտել այդ ջուրը, օգտագործելի դարձնել։ Մենք ջուր չունենք, մեր այդ անուշահամ ջուրն է։ Այդ էլ ձեռնեցս առան վերջ։ Մենք Արցախ անդառնալի կորցրեցինք, մարդիկ այլևս չեն կարողանա վերադառնալ երբեք այնտեղ, եթե այս գիծը շարունակվեց։ Եթե մարդիկ համաձայնվեցին, եթե դուք հայ ժողովուրդ համաձայնվեցիք այս ամենին, ինչ որ պահի ձեր պապերի հողը, հայրենիքը խլած, տները խլած, իրենց ընտանիքները սպանածների սերունդները գալու են ձեր երկրում, ձեր հավանությամբ տուն առնեն, դուք էլ իրենց հետ բարեկամական շփվելու եք։ Եթե սա է ձեր ուզածը, բոլորիս ուզածը սա է, ես միայնակ կամ եւս 10 մարդ սրա դեմ չենք կարող անել։ Այս ամենի համատեքստում օրը առաջ հրապարակվեց այդ Միջանցքի մասին թուղթը գործողությունների ծրագիրը Նախիջևան-Ադրբեջանին կապող սրա մասին զրույցում եմ դարել, նայեք, երեք նախագահը ԱՄՆ-ի հայտարարում են, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է զարգացնելու, նաև ասում է, որ Ադրբեջանին տալիս են ռազմական տեխնիկան ավերի տեսքով, բրոնեժիլետի եւ այլն է գրում, չի ասում մնացածը ինչ է։ Եվ այն մարդիկ, որոնք ասում են, տեսեք, ռուսը մեր գործընկերն է Ադրբեջանի զենքածախում, հիմա Ամերիկան է մեր գործընկերը, էլի Ադրբեջանի զենքածախում է, սրա մասին էլի բան չեն ասի, դեռ չի տալիս երևի այդ քարոզչական գործիք են իրենք, դե որովհետև նման ասողները։ Հիմա տեսեք, այս ամենի ֆոնին, այս աղետալի վիճակների մեջ Հայաստանին աչու ձախից քաշ քշելով բոլորը ուզում են օգտագործած լինեն, բայց քաղաքական ինֆանտիլությունը Հայաստանում այն աստիճանի է, որ Փաշինյանը իր բացահայտ ու բաց օրակարգով հանդես է գալիս եւ ասում է մեր գլխին ինչա բերելու, այսինքն այս թուրքականացման ճանապարհը, բայց իրան հակադրվող ուժերը այդպես էլ հստակ ու պարզ օրակարգով հանդես չեն գալիս, ասեն թե
այս ամեն ինչը ոնց ենք մենք դիմակայելու, ինչն է սրան հակադրվողը։